Դատարան ուղարկված քրեական վարույթների կտրուկ աճը ոչ միայն ծանրաբեռնում է դատական համակարգը, այլև մտահոգություններ է առաջացնում նախաքննության որակի եւ վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Քննչական կոմիտեի տվյալով 2026 թվականի առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել 9910 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 62.2%-ով ավելի։ Փաստաբանները սակայն ընդգծում են, դատարան ճանապարհած վարույթների թվի աճը ինքնին դեռ չի վկայում քննության արդյունավետության կամ որակի բարձրացման մասին։ Իրենց ցուցանիշներով ուզում են ցույց տալ, որ արագ են քննում կամ գործերի քննման արդյունավետությունը բարձրացել։ Արագավարտելը իհարկե բխում է քրեական արդարադատության շահերից, բայց ինչքանով են դրանք բազմակողմանի օբյեկտիվ լրիվ քննված, ինչքանով են արդարացի մեղադրական եզրակացությունները, ինչքանով են օրենքին համապատասխանում, դա այլ հարց է։ Միաժամանակ աճել են նաև հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները։ 6 ամսում քննչական կոմիտեն ստացել է ավելի քան 41,000 հաղորդում, 16.6%-ով ավելի, քան 1 տարի առաջ։ Մեծ ծավալը քննիչներին կարող է ստիպել գործերն ավարտել սեղմ ժամկետներում, ասում են մասնագետները։ Նրանց պնդմամբ, եթե արագությունը ապահովվում է քննության ամբողջականության հաշվին, թերությունները տեղափոխվում են դատարան, դատաքննությունը երկարում է, իսկ անձը կարող է տարիներ շարունակ մնալ մեղադրյալի կարգավիճակում եւ կրել դրանից բխող սահմանափակումները։ Հապճեպ քննությունները, հապճեպ որոշումները բերում են թերի քննության, ինչը ազդում է եւ քննության որակի, եւ դատական process-ի եւ անձի իրավունքների վրա։ Արդյունավետություն չեն տալիս, բայց այդ արդյունավետությունը մենակ իրենց համար է արդյունավետ դառնում եւ անարդյունավետ է դառնում պետական բյուջեի վրա։ Խնդիրը կապում է նաեւ քննիչների տարիներով կուտակված ծանրաբեռնվածության հետ։ Փորձագետների խոսքով բազմաթիվ բարդ վարույթների միաժամանակյա քննությունը նույնիսկ փորձառու քննիչների աշխատանքի դեպքում կարող է հանգեցնել բացթողումների, սկսած չկատարված քննչական գործողություններից մինչև ապացույցների ձեռքբերման կարգի խախտումներ։ Պիսի բացեր են լինում եւ թերություններ, որոնք ի սկզբանե ակնհայտորեն խոսում են այն մասին, որ օրինակ տվյալ ձեռքբերված ապացույցը չի կարող երբևէ լինել օրինական, կամ ձեռքբերված ապացույցը օրենքով սահմանված կարգով ձեռքբերված է։ Փաստաբանների գնահատմամբ փորձառու մասնագետների նոր կադրերով կտրուկ փոխարինելը խաթարում է ինստիտուցիոնալ եւ մասնագիտական փորձի փոխանցումը։ Նոր մասնագետների ներգրավումը անհրաժեշտ են համարում փորձագետները, սակայն սերնդափոխությունը պետք է լինի աստիճանական, որպեսզի քննության արագությունը ապահովելու փորձը չհանգեցնի դրա որակի նվազմանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։